Բարի երեկո, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Կրոնական ազատությունը իրավական հիմնարար նորմերից է եւ իհարկե այստեղ բացառիկ դեր ունի Մայր եկեղեցին։ 1700-ամյա եկեղեցին, որը միշտ առաջնորդվել է սեփական օրենքներով եւ կանոններով, այսօր իրավական պաշտպանության կարիք ունի աշխարհիկ օրենքներով։ Թեմայի շուրջ զրուցելու ենք իրավաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան, շնորհակալ եմ հրավերն Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Խուդոյան, ինչ իրավական ակտերով է պաշտպանված Մայր եկեղեցին այսօր։ Եթե ընդհանուր առմամբ նայենք, մեր գործող օրենսդրությունը բավականաչափ կարգավորումներ նախատեսում է եկեղեցին պաշտպանելու համար։ Այլ հարցը, որ այդ օրենքների պահանջներին չեն հետևում, բացահայտ արհամարելով իրավական պետությունում պաշտոնատար անձանց կողմից, իրավապահների կողմից օրենքների խիստ պահպանման հստակ պահանջը։ Մենք կարող ենք ստեղծել իդեալական օրենքներ, կարգավորենք կետ առ կետ, ընդհանուր ամենանվազագույն շարժը եւ գործողությունը, բայց այդ օրենքները ուժ չեն ունենա, եթե դրանց հետևող չլինի։ Հետևաբար սխալ դերից ենք գալիս ասելով, որ Մայր օրենսդրությունը Մայր եկեղեցին պաշտպանելու կարիք ունի, չէ, ընդհանրապես պաշտոնատար անձինք պետք է առաջնորդվեն օրենքներով եւ եկեղեցին պաշտպանված կլինի։ Խնդիրն է այնտեղ, որ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձանցից սկսած մինչև շարքային ոստիկան լծված են բացահայտ հանցավոր գործողություններով այդ օրենքները խախտելուն։ Կրոնական կազմակերպության եւ Մայր եկեղեցու դեպքում կան իրավական առանձին նորմեր, որոնք եկեղեցին բնականաբար ավելի պետք է բարձրացնեն դերը։ Եթե նայենք ընդհանուր իրավունքների տեսանկյունից, կարելի ասել, որ չէ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են բոլոր տեսակի կրոնական կազմակերպությունների իրավունքները, այդ բոլոր քաղաքացիների մասնակցությունը իրենց նախընտրությամբ ցանկացած կրոնական կազմակերպության, իրենց ծիսակատարությունները, վարդապետությունները պահպանելու, հետևելու բոլոր հնարավորությունները, ընդհանուր առանձին կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին նաև տրված առավելություն, օրինակ իրենց խաչիցեն ազատությունից ելնումա, օրինակ չպետք է զենք կրեն, դրա համար ստեղծվել այլ ընդրանքային զինվորական ծառայություն, որպեսզի օրինակ մարտական հերթապահություն չիրականացնեն։ Առաքելական եկեղեցին կարելի ասել սիմվոլիկ հիշատակումներ ունի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ եւ խղճի ազատության կրոնական կազմակերպությունների մասին օրենքում, որտեղ նշվում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարևոր դերը հայ ժողովրդի պատմության մեջ, մշակույթի պահպանման, ազգային արժեքների պահպանման հարցում եւ պետության համար այստեղ մի փոքր արդեն նաեւ որոշակի առավելություն նշենք, ստեղծված է պարտականություն հետևել առաքելական եկեղեցու սեփականություն հանդիսացող այդ թվում եկեղեցիների, վանքերի պահպանությանը եւ բարեկարգմանը։ Այս առումով կարող ենք այդ մի փոքր 1700 տարի եկեղեցին գործել է իր սեփական օրենքներով, պետության գոյության եւ չգոյության պայմաններում, եւ այդ օրենքները կարծես բավարար են եղել կաթողիկոսի ընտրությամբ, հոգեվորականների սրբադասման կամ չգիտեմ, այսինքն կարգալույծ անելու, ձեռնադրելու հետ կապված։ Եւ հիմա ինչպես է ստացվում, որ արդեն դա ունի բարենորոգման կարիք 30-ամյա պետության դեպքում։ Իրականում չունի, այդ բոլորը քարոզչական կեղծորակարգեր են, մինչև այսօր որևէ խնդիր չի եղել եկեղեցու ներքին հարցերով պայմանավորված, երբևէ այդ հարցը մեր հանրությանը չի մտահոգել, որտեղ այդպիսի սուր հարց դրված չի եղել։ Այո, առանձին նախկին հոգեվորականներ դժգոհել են, բայց նրանցից յուրաքանչյուրի կարգալուծությունը կամ ինչ-որ խնդիրների պատճառով հեռացումը եղել է պատճառաբանված իր հիմքում ունեցել է հարցեր։ Եվ վերջո, եթե նույնիսկ առանձին դեպքերում կարող են լինել դեպքեր, որ գուցե այդ որոշումը անարդար եղած լինի, միևնույն է դա կրոնական կազմակերպության ներքին գործն է։ Եվ պետությունը որևէ իրավունք չունի մասնակցելու, ինչը շատ հստակ արձանագրված է եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքում, որ որևէ տեսակի միջամտություն եկեղեցու ներքին կյանքին պետական իշխանությունը իրավունք չունի։ Ողջույն, այս դեպքում տեսեք Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ որպես քաղաքացի իր եկեղեցում տեսնում է առկա խնդիրներ եւ փորձում է այդ խնդիրները բարձրաձայնել, լուծել, հետո արդեն բարենորոգել։ Այս դեպքում իրավական խնդիրը որտեղ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանցագործ է, կատարում է հանցագործություններ եկեղեցու դեմ եւ դրանք ընդհանրապես քարոզչական դաշտում քողարկելու նպատակով
նշում է, որ ինքը դրան մասնակցում է որպես շարքային հավատավոր անձ, բայց մենք տեսնում ենք, որ այդ բոլոր գործողությունները ուղեկցվում են պետական ապարատի ամբողջ գործիքակազմի լիազորությունները օգտագործելով։ Օրինակ, եթե տեսնում եք ինքը ընդունում է հոգևորականներին, ինքը չի ընդունում իրենց Շենգավիթի բնակարանում, ինքը ընդունում է կառավարության շենքում։ Շատ փոքր հատվածն եմ ասում, երբ որ ինքը գնում է մասնակցում է ծեսերին, երբ որ ոստիկանությունը քաղաքացիներին չի թողում մտնել եկեղեցի պատարագի մասնակցելու, դա ինքը օգտագործում է իր պաշտոնից բխող բոլոր լիազորությունները, հետևաբար կեղծ է այն պնդումը, որ ինքը չի մասնակցում որպես պաշտոնատար անձ, ինքը շատ հստակ մասնակցում է որպես պաշտոնատար անձ եւ շատ կոպիտ կերպով չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները։ Խուդան, եթե 1-2 տարի առաջ խոսեինք բարձրապես, այսինքն պատկերացնել սրբազաններին կալանավայրում, կարծես թե ֆանտաստիկայի ժանրից կլիներ հանրության համար, այսօր արդեն 4 սրբազան է բանտարկված, որոնցից մեկին դուք ներկայացնում եք նաև դատարանում, ինչ կա դատական գործում, սա ուղիղ միջամտությունն է, այն ազդեցությունն է, ինչ իրավական նորմեր, ինչ բաց թողումներ կան, ինչ է խախտել ի վերջո Բագրատ սրբազանը։ Դեռևս մինչև գործի հարուցումը, եթե մի տարի էլ հետ գնանք, մենք կտեսնենք, որ իշխանական քարոզչական մեքենան լցված էր սրբազան պայքարը Տավուշի հայրենիքի շարժումը ներկայացնել որպես եկեղեցու կողմից ստեղծված եւ աջակցվող եւ ղեկավարվող, այն ժամանակ էլ հատկապես փորձում էին թիրախավորել այդ եկեղեցուն կաթողիկոսին, որովհետեւ հարմար առիթ էր ստեղծվել իրենց համար այդ սլակները տեղողելու։ Մինչդեռ իրականում հետևել եք, գիտեք, որ նույնիսկ որոշակի տարանկալում եղավ այս հարցում եւ Բագրատ Սրբազանի եւ տարբեր հոգեվորականների դիրքորոշումների մեջ եւ շատ հստակ հայտարարվեց, որ եկեղեցին չի ներկայացնում, նույնիսկ իր պաշտոնավարը Տավուշի թևում կասեցվեց եւ ինքը շարունակեց գործել որպես անհատ ոչ որպես թեմի առաջնորդ։ Չնայած այդ հստակ հայտարարությանը, միևնույն այդ քարոզչությունը շարունակում էր ներկայացնել, որ եկեղեցին այս ամեն ինչը կազմակերպում, որտեղ այն ժամանակվանից արդեն հստակ էր, որ բոլոր պետական ինստիտուտները ջախջախելուց եւ յուրացնելուց հետո հերթը ասել արդեն առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգություններին սկսելուն, նախորդ տարի դա այդքան հաջող չստացվեց իրենց մոտ, ամեն դեպքում այդ քարոզչությունը շատ լավ չաշխատեց, բայց այս իսկ նախորդ ասելով 24-ը նկատի ունեմ 25 թվականի արդեն գարնան կեսերից այդ քարոզչությունը արդեն ավելի ինտենսիվ սկսեց աշխատել եւ նաեւ իրավական գործիքակազմով օրդվեց, դա եւ սրբազանների դեմ հարուցված քրեական վարույթներն էին, նրանց կալանավորումներն էին, հետագայում նաեւ արդեն արագածոտնի թեմի հոգեվորականների ձերբակալությունները, բերման ենթարկելը, կալանքները, եկեղեցուն պատկանող գույքի հափշտակությունը, եկեղեցուն պատկանող սեփականության Նիկոլի ասած իրաց կադաստրի թղթով եկեղեցուն պատկանող շենքը զավթելը եւ ոստիկանների օգնությամբ այդ զավթած վիճակում պահպանելը կարգալույց հոգեվորականների կողմից, նախկին հոգեվորականների կողմից, այս ամեն ինչը ընդհանուր արշավի առանձին դրսևորումներ են, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Բագրատ Սրբազանի գործին, ելի մենք տեսանք, որ շատ լավ կազմակերպված քարոզչություններ փորձելու ներկայացնել նրան եւ նրա համակիրներին, նաեւ այն անձանց, ովքեր ուղղակի պատահական հայտնվել են այդ ցուցակում, ներկայացնել որպես ահաբեկիչներ, բացարձակ մանիպուլյացիայի ենթարկել եւ խեղաթյուրել ահաբեկչության էությունը, կեղծել ապացույցներ, այդ ապացույցները կեղծված ապացույցները հանրայնացնել բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, գլխավոր դատախազի կողմից, քննչական կոմիտեի նախագահի կողմից, այդ կեղծիքները օգտագործելով նորից ծրել քարոզչությունը եւ փորձել էլի ներկայացնել, որ վերջին արդյունքում էլի եկեղեցին հովանավորում է կամ համակրում է մարդկանց, ովքեր պատրաստվում են իբրև թե ահաբեկչություն իրականացնել, սակայն կարճ ժամանակում կարծում եմ թե հասցնել արդեն վերացավ բոլորի համար հասկանալի դարձավ, որ բացի այն, որ ի սկզբանե իրավական գնահատականը տեղին չէր, բայց եւ նաեւ հիմնված էր կեղծ ապացույցների վրա։ Գործը շարունակում է դատարանում քննվել, կարծես թե, այսինքն բոլոր ապացույցներ, ինչ որ ունեի նախաքննության ընթացքում արդեն իսկ հավաքագրվել են, որևէ խնդիր այլևս չկար, բայց Սրբազան շարունակում է մնալ կալանավայրում։ Այլ կալանավորումը որպես խափանման միջոց ինչ իրավական հիմք ունի այս դեպքում։ Մենք տեսնում ենք, որ սկսած իրենից այնուհետև Միքայել Սրբազանին, Արշակ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին այս կալանքները բացարձակ կամայական են
չեմ խոսում գործերի հիմնավորված չլինելու մասին։ Ենթադրենք կան գործեր, որոնք ինչ որ հիմքեր ունեն։ Որևէ պատճառաբանություն չի ներկայացվում, թե ինչի պետք է անձինք գործի քննության ընթացքում գտնվեն կալանքի տակ, հակառակը շատ բացահայտ գործողություններով հասկացվում է, որ մեկուսացվել են, չեզոքացվել են բոլոր այն ծանր կշիռ ունեցող հոգևորականները կամ նրանցից մի մասը, չեմ բացառում, որ ազատության մեջ էլ դեռ կան հոգևորականներ, շատ հոգևորականներ, որոնք էլի իրենց կշիռ ունեն, բայց որոնք էլի հետապնդվում են այս կամ այն եղանակով, բայց կարելի ասել ամենաակտիվ հոգևորականներից, ովքեր միշտ արտահայտել են իրենց դիրքորոշումը եւ նախկին իշխանությունների օրոք եւ ներկայ իշխանությունների օրոք, կարծես այդ պատկերը արդեն վերջնական բարձվեց, որ նպատակն է նրանց մեկուսացնել, որպեսզի հեշտացնեն հաջորդ հարձակումների եկեղեցու նկատմամբ։ Բողդան, վերջերս ականատես եղանք մի տեսարանի Թալինի եկեղեցում, երբ Տեր-Հայկին պարզապես ներս չթողեցին Թալինի եկեղեցի, որտեղ պատրաստվում էր գնալ եւ պատարագ մատուցել։ Սա իրավական ինչ պատասխանատվություն է ենթադրում։ Բացի այն, որ խոչընդոտել են կոնկրետ ծեսի կատարումն, որը առանձին հանցագործություն է, նաեւ այդ գործողությունը կատարվել է թեկուզ ծեսել չլիներ, ցանկացած ժամանակ հոգևորականը ցանկանար գնալ մտնել եւ նրան թույլ չտային, դա էլ արդեն առանձին հանցագործություն է, ինքնիրավչություն։ Այնօրին է, որ անձը ցանկանա մտնել իր բնակարան եւ հարևանը նրան թույլ չտանաց մտնել կամ ցանկացած պայմանական անձը։ Ցավալի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածն էին։ Դա իր հերթին դա հենց քրեական ծեսի խոչընդոտման հանցակազմը, որը առանձին կարգավորում ունի, բայց նաև այն բոլոր անձինք, ովքեր ներկա են եղել այդ համայնքի ղեկավարով, նրա համակիրներով կամ հանցախմբով, ասենք, տեղի բնակիչներ են թե վերված են, այդ բոլոր անձինք նաև դասական իմաստով ինքնիրավչություն են կատարում, ֆիզիկապես թույլ չեն տալիս անձը տեղաշարժի մտնի իր սեփականություն հանդիսացող տարածք, բայց որ ավելի ցավալի է, այդ գործողությունները հովանավորվում են ոստիկանության կողմից, որտեղ այնտեղ ներկա են ոստիկաններ, այնտեղ ներկա է նաև ոստիկանապետի տեղակալը, ով բացահայտ ցինիզմով թույլ էր տալիս, որ այդ գործողությունը տեղի ունենա եւ հորդորում էր տեղում այսքան հանցագործությունը կանխելու փոխարեն հորդորում են ինչ-որ գրավոր դիմումներ ներկայացնել իրենք, որ իրենք մի քանի օր հետո քննարկեն, հասկանան ինչ է կատարվում։ Սա նույնպես հանցագործության դրսևորում է, որտեվ եթե ոստիկանը դնում անձը կատարում է հանցագործություն իր պարտականությունները չի կատարում, հեշտացնում է եւ աջակցում այդ հանցագործության կատարմանը։ Այս գործընթացը արդյոք խախտում է նաեւ մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը կարծես թե այս իրավիճակում պետք է նաեւ կարգավորող լինի, Հայաստանը վավերացրել է եւ ունի պարտավորություններ։ Էլի գանք սկզբից մեր օրենքներն էլ բավականաչափ կարգավորում են, այսինքն եւ մեր օրենքներն են խախտվում եւ նաեւ միջազգային պարտավորություններն են խախտում։ Եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներ ունի 9-րդ հոդվածի վերաբերյալ, որոնց եթե ամփոփելու լինենք, այդ իրավունքը պատկանում է ոչ միայն անհատ հոգևորականին, ում ծես մատուցելու իրավունքը կամ իր դավանանքին հետևելու իրավունքն է խոչընդոտվում, այլ նաեւ կոլեկտիվ իրավունքը։ Բոլոր հայրաքելական եկեղեցու բոլոր հետևորդները կոնկրետ այդ համայնքում գտնվող անձինք, ովքեր ակնկալիք են ունեցել, որ պետք է գնան մասնակցեն պատարագի, նրանց այդ իրավունքը, բոլորի իրավունքը կոլեկտիվ կերպով խախտվել է։ Եվ համաձայնություն կար, որ ստիպված հոգևորականը այդ խումբը անձանց հետ գնացել եւ հարևան համայնքի եկեղեցում ծեսի իրականացրել պատարագ մատուցել։ Նույնը հովանավանքին կարա վերաբերվի, նույնը ցանկացած եկեղեցում, որտեղ արտաքին միջամտությամբ տեղի ունենում ծեսի խմբագրում, փոփոխություն, այդ բոլորը ինչպես վերաբերում են հենց հայրաքելական եկեղեցու իրավունքներին որպես հոգևորականների իրավունքներ, նաև վերաբերում են առհասարակ ժողովրդի կոլեկտիվ իրավունքների խախտմանը բոլոր այն անձանց, ովքեր իրենց համարում են հայրաքելական եկեղեցու հետևորդ։ Բողդան, քաղաքացին ինչպես կարող է այս դեպքում չխախտելով, չշրջանցելով օրենքը, չհայտնվելով կալանավայրում, բայց ամեն դեպքում պաշտպանել իր իրավունքը։ Կարող եմ ձևակերպել ոչ մի ձև այս փուլում, որովհետև երբ որ ոստիկանապետը կամ ոստիկանապետի տեղակալը գալիս է եւ հանցավոր գործողության միջամտում այդ կրոնական ծեսին, քաղաքացին կամ ինքը հանցագործություն պետք է անի բռնության ենթարկի կամ հարկադրանքով փորձի իրավունքները պաշտպանել,
Կամ պետք է գնա, ասենք, տևական ժամանակ ինչ որ տարբեր իրավական ընթացակարգերով փորձել հարց լուծել, ենթադրենք դիմել վարչական դատարան, 2 տարի հետո վարչական դատարան ասի, այո, քո իրավունքները խախտվեցին, չէ, քանի որ մենք այս բան գործ չունենք նորմալ իշխանության հետ, մենք գործ ունենք աննորմալ եւ օրենքները բացահայտված նահարող իշխանության եւ նրան ենթակա իրավապահ մարմինների հետ, ապա այս դեպքում խնդրի լուծումը քաղաքական է։ Ինչքան էլ պատտվենք հետեւյալ եղանակն է, այս իշխանությունը պետք է փոխվի, անկախ նրանից դա կարող անենք քաղաքական տարածություն, թե իրավական, թե ազգային, թե ինչ, որովհետեւ ինքը բացահայտ անցել է հանցագործությունների կատարման, ինքը պետք է փոխվի եւ պետք է դատվի։ Իշխանությունը բարձր պաշտոնյաներն ասում են, դե մենք էլ ենք ժողովրդի մաս, մենք էլ ենք եկեղեցի, գնում ենք պատարագի, այս դեպքում, չգիտեմ, Ստեփան Ասատրյանի մոտ։ Խնդիրը չկա, թող իրենց Ստեփան Ասատրյանին վերցնեն, գնան պայմանական մի հատ դահլիճ վարձակալեն եւ իրենց հոգեվոր ծեսերը որպես նոր աղանդ իրականացնեն։ Երբ որ իրանք արդեն գնում են մասնակցում են ռաքելական եկեղեցու ծեսին, պարտավոր են հետևել այդ ընթացքին, պարտավոր են ապահովել, որպեսզի կարգալույց հոգեվորականը խորանքը բարձրանա, որովհետեւ դա հակադրվում է ռաքելական եկեղեցու դավանաբանությանը։ Պետք է հետևեն, որ քաղաքացիներին չխոչընդոտեն մասնակցել պատարագի, ոստիկաններով չփակեն, ընդհուպ պետական հարավակարգի կամ չգիտեմ վարչապետի անվտանգության հարցը չի կարող առաջնահերթ լինել այլ անձանց ուրեմն իրավունքների հոգևոր հարցերի լուծումից, եթե վարչապետը թեկուզ գնում առանց կարգ խոչընդոտելու, առանց ինչ-որ բան փոխելու, մասնակցելու պատարագին, նույնիսկ այդ պարագայում իր անվտանգության նկատառումներով չի կարող լինել այնպիսի հարց, որ մի քաղաքացի զրկված լինի մուտք գործել եկեղեցի։ Իսկ մենք տեսանք, որ օրինակ Գյումրիում եկեղեցին լրիվ օկուպացրել են եւ հատուկ են մարդիկ էին ներս մտնում, կամ ասենք անձանց ասում էին հատ կարող եք ներս մտնել 2 րոպե մնալ դուրս գալ։ Իրենք կարող են դավանել ինչ ուզում են, բայց պետք է դառնան հայրաքելական եկեղեցուց հեռու, որտեղ իրենք հակադրվում են այդ եկեղեցու կանոններին։ Ցավոք, բայց իրենց միանում են նաև հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, արդեն 10 եպիսկոպոսներ եւ վարչապետը 3 էլի անուններ էր կարդում տարբեր եկեղեցու քահանաների, այստեղ մայրաթորը ինչ ունի անելու, թարաջ գնալու, բանան իջելու կամ կարգալույծ անելու այդ նորմերը կան եկեղեցու կանոններում։ Մենք ընդհանրապես տարբերակները կարող ենք մատնանշել։ Կարող են իրենց կարգալույծ անել, կարող են ոչինչ չանել, կարող են ներել, կարող են, չգիտեմ, հետ ընդունել, դա կաթողիկոսի հայցողությունն է եւ ընդհանրապես առաքելական եկեղեցու ղեկավարումն իրականացնող անձանց հայցողությունն է եւ նաեւ դրա հիմքերում ընկած այնց քրիստոնեական դավանաբանությունը։ Այո, իրենք կարող են շատ վատ քայլեր անել իրենց եկեղեցու նկատմամբ, վերջում ներվեն, որովհետեւ գուցե դա պահանջում այնց այդ քրիստոնեական արժեքները, բայց շատ անձին կա այդ թվում հավատավոր հոգի ներկայացուցիչներ անհամբեր սպասում են, թե երբ են այդ մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ խաղացել են եկեղեցու հեղինակության հետ եւ այսօր էլ հանդգնում են իրենք իբր բարեպաշտներ կանալ եւ փորձել ինչ-որ հարցեր լուծել, երբեմն ի վերջո կարգալույծ լինելու եւ ընդհանրապես հեռացվեն այս հարցերից։ Եպիսկոպոսների թեմայով Բագրատ Սրբազանի հետ զրույց ունեցել եք, ինչ կարծիք ունի։ Դե պարբերաբար զրուցում ենք, բայց իր կարծիքը կարծեմ հանրայինորեն արդեն հրապարակվել է իր եւ Միքայել Աջապահյանի հայտարարությամբ, երբ որ շրջանառության մեջ դրեցին տիրադավ արտահայտությունը եւ նաեւ բանկա հայոց պատմության մեջ այդպիսի ձևակերպում կա հենց եկեղեցու պատմության մեջ աղվեսադրոշ, երբ որ տարբեր աղանդավորներին հետապնդում են եւ միջնադարում դա ֆիզիկապես էր կատարվում, հիմա արդեն բան է, էլի, որպես ալեգորիկ խոսք նշում են, որ նրանց ճակատին դաջվում այդ աղվեսադրոշումը, որտեղ իրենք դուրս են եկել առաքելական եկեղեցուց։ Բողոդան, այստեղ բացի իրավական այդ կարգավորումներից, ինչ կարող են անել իշխանություն, ինչ կարող է անել եկեղեցին, կա նաև հասարակության այդ ներքին պառակտման խնդիրը, հաճախ նաև խոսում էր քաղաքացիական բախումների մասին։ Այս իրավիճակում երկրում ստեղծել է պառակտման հերթական օրինակը, որը լիարժեք առաջ է գնում։ Ինչ խնդիրներ կարող ենք մենք արդեն ունենալ ներքին խնդիրներ, կան այդ վտանգները, չկան, ինչպես է գնահատում։ Ես նույնիսկ չէի մտածի քաղաքացիական բախումների մասին, որովհետև նայելով այդ անձանց թիվը եւ նրանց
կազմը, ովքեր են ներկայանում, մեծամասնությունը պետական պաշտոնյաներն են եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Ավելի շուտ մենք կարող ենք խոսել իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիներին իրավապահների ուժերով ապօրինի բռնություն գործադրելով ինչ-որ բախումների մասին, որովհետեւ ավելի ինչ-որ զանգված քան իրավապահներն են, որոնք էլ վնասանդ կատարում են այս ապօրինի պահանջները, այլևս չի մնացել։ Մենք տեսնում ենք բարբերաբար եւ գնալով նվազող տարբեր տեսակի ինչ-որ կեղծ միջոցառումները Հայաստանի Հանրապետության տարբեր եկեղեցիների բակերում եւ այս առումով մենք չենք կարող խոսել քաղաքացիական բախումների մասին, որտեղ այդ պարակտումն էլ որպես այդպեսին չկա, այո կան ֆեյքերի բանակներ, այո կան տարբեր տեղեր ծվարած մարդիկ, ովքեր ատելության խոսք են գեներացնում, բայց մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ փողոցում չեն եւ այս իշխանությունների կողքին չեն այս պիղծ գործընթացների մեջ եւ միայն էլ եմ ասում իրավապահների առանձին ներկայացուցիչներն են հնազանդ կատարում այդ պահանջները։ Ասացի արդեն, որ իրավական գործիքակազմը որպես այդպեսին ես չեմ տեսնում, բայց քաղաքացիները իրենց ձայնը կարող են բարձրացնել եւ մայրաթորը պաշտպանելու հարցում եւ տեսանք, որ բավականին հաջողել ստացվում է, որ քանակով են ճնշում, գաղափարներով են ճնշում եւ ճշմարտությամբ են ճնշում, այո այդ գործիքները միշտ կան եւ պետք է ավելի համախմբել ջանքերը ասելու այն ինչ սուտ ասխալա եւ կանգնելու են նրա կողքին ինչը ճշմարիտ է։ Նախորդն ինչ գին կարող է վճարել պետությունը հատկապես միջազգային հարթակներում, երբ ակնհայտ խախտվում են միջազգային նորմերը, կոնվենցիաների դրույթները։ Ընդհանրապես ցանկացած տեսակի իրավունքների խախտում, որը հակադրվում է ստանձնած միջազգային պարտավորություններին, որ ասենք պետության դեմ ինչ-որ առանձնապես բանալինում չէ։ Տարբեր ատյաններում խոսում են, ասենք բռնապետական Ադրբեջանը, որ բազմաթիվ որոշումներ կան կամ Թուրքիան, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ որոշումներ կան, այնց չի որ իրենց հարաբերությունները սառեցվել են մարդու իրավունքներով հայտնի, հա, կամ տենց ոչերով հայտնի առաջատար պետությունների հետ, շարունակում են իրենց առևտուրը, շարունակում են իրենց քաղաքականությունը, ազդեցությունը շատ հստակ չի։ Որոշակի ընթացակարգեր կան, այո հնարավոր են ինչ-որ տնտեսական սանկցիաներ, քաղաքական սանկցիաներ եւ այլն, բայց մենք վաղուց արդեն նման բաներ չենք տեսել եվրոպական մարմինների կողմից, բայց եթե նայենք ինչ հետևանք կարող է ունենալ պետության համար ոչ իրավական առումով, հենց այս խնդրը գալիս է նրանից, որ եկեղեցին հենց այնպես չի հայտնվել այս ամեն ինչի գիզակետում, հայտնվել է, որտեղ ցանկացել է պաշտպանել պետությանը բոլոր այն ապապետական գործողություններից, այն թշնամական գործողություններից, որ կատարվում է։ Հետևաբար այս խոչընդոտի հաղթահարումը ուղղակի վտանգ է ստեղծում պետության գոյության համար, որտեղ իրենց աճույքի համար կամ իրենց հեղինակությունը բարձրացնելու համար չի եկեղեցին հիմա կանգնել է հարցում, կանգնել է, որտեղ առկա է օրասական խնդիր, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը կամ Արցախահայերի իրավունքները առհասարակ մի քիչ ավելի եթե ծավալվենք հայկական հարց ասվածը, պահանջատիրությունը եւ այն ամեն ինչը ներկայացնում առհասարակ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում, որը մեր իշխանությունները վաղուց հրաժարվել են արդեն կատարել եւ բացի իրենց իշխանությունը պահելու կարճատև գործողություններից այլ բանի մասին չեն մտածում եւ այլ գործողություն չեն կատարում եւ ստիպված ինչպես դարեր շարունակ երբ որ պետություն որպես այդպես չի եղել, պետական իշխանություն չի եղել կամ եղել է թույլ, հայ եկեղեցին փորձում է այդ դերը որոշակի առումով ինքը ստանձնի եւ եթե մենք ժամանակագրությունն նայենք եկեղեցու նկատմամբ այս հարձակումները հատկապես սաստկացան այն բանից հետո երբ որ կաթողիկոսը շարունակապար միջազգային հարթակներում սկսեց ներկայացնել արցախահայերի իրավունքների հարցը։ Եվ Սփյուռքի աջակցությունը ինչ կարող է տալ մեզ, որովհետև կաթողիկոսը Սփյուռքում ունի հեղինակություն եւ կարծես դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Դե նաեւ պետք է նկատի ունենանք, որ հայ եկեղեցին միայն հայաստանաբնակ հոգեվորականները չեն, մենք Սփյուռքում էլ ունենք շատ հոգեվորականներ, որոնք այս օրերին էլ հայտարարում են իրենց միասնությունը մայրաթորի հետ, իսկ Սփյուռքի քաղաքացիներն էլ բնականաբար, Սփյուռքի հայերն էլ բնականաբար պետք է հետևեն իրադարձություններին, արտահայտեն իրենց դիրքորոշումը, առիթ եղած դեպքում նաև ցույց տան իրենց դիրքորոշումը, դա կլինի տարբեր այցելությունների, տարբեր միջոցառումների ընթացքում եւ կարծես թե այդ դրսևորումները մենք տեսնում ենք, երբ որ տեսնում ենք ինչպես են իշխանության ներկայացուցիչները ընդունվում Սփյուռքի այս կամ այն համայնքում։
Մարի պարոն Խուդոյան եւ վերջում այսինքն ամփոփելով քաղաքացին իր իրավունքների պաշտպանության, եկեղեցու պաշտպանության կողքին լինելու ինչ հնարավոր մեխանիզմներ կարող է կիրառել, այսինքն բացի այն իրավական մեխանիզմները բնականաբար հաշվի առնելով հատկապես ճնշումները գնալով ավելանում են եւ նաեւ այն եկեղեցականների նկատմամբ ովքեր Բաքվի սրբազանի բնորոշմամբ դիրադավեն։ Դե իրենք ընտրել են իրենց ճանապարհը, գնում են այդ ճանապարհով։ Հանրային ճնշում Եթե չնայենք մենք պետական աջակցություն, իշխանական պետական էլ չասենք աջակցությունը ուժայիններով, մարդիկ իրենց ոչ մի բան չեն ներկայացնում եւ բավականին տխուր վիճակում են։ Եվ կարելի է իրենց թողնել եկեղեցու հետ եկեղեցական իշխանության հետ փոխհարաբերությունները մեր հարցերը կլուծվեն։ Խնդիրը այստեղ իշխանությունների միջամտությունն է եկեղեցու ներքի կյանքին եւ քաղաքացիները նախ պետք է արձանագրեն բոլոր խախտումները, բարձրաձայնեն այդ խախտումների մասին եւ չհամաձայնվեն նրանց հետ։ Գոնե իշխանափոխությունից հետո ինչպես կլուծվի։ Բնականաբար նաեւ իմ գործընկերներն էլ բարբերաբար այդ կոպիտ խախտումները արձանագրում են, հաղորդումներ են տալիս, վստահաբար այդ հաղորդումներին այսօր ընթացք չի տրվում կամ ընդհանրապես վարույթ չի նախաձեռնում կամ կարճում են վարույթները կամ հարուցում են եւ տենց քնեցնում են այդ վարույթները, բայց իշխանափոխության պարագայում այդ վարույթները բոլորը ենթակա են վերանայման եւ հանցանք կատարող անձին եւ այն քննիչ դատախազներով ովքեր աչք են փակել այս հանցագործությունների նկատմամբ ենթակա պետք է լինեն պատասխանատվության, դրա իրավական հիմքերը առկա են։ Ընդհանրապես այսօր պետք է արձանագրել, ֆիքսել բոլոր մասնակիցների դեմքերը, ֆիքսել յուրաքանչյուրի ինչ գործողություն է կատարել, գոնե մերօրյա տեխնիկան թույլ է տալիս բոլոր դետալներով շատ հստակ ֆիքսել եւ հիշել յուրաքանչյուրի վարքագիծը այն օրերին, երբ որ իրենցից կախված է շատ բան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրներ իրավաբան Հովհաննես Խուդոյանը իրավունքը սկսում է սահմանների հստակեցումից եւ այստեղ եկեղեցու եւ պետության սահմանների պահպանությունը, իրավական նորմերի բոլոր դրույթների պահպանումը կարող է բերել իրավական այն առողջացմանը, որը ձգտում է Հայաստանի Հանրապետության եկեղեցու հետևորդ քաղաքացին։